Տեր ջան։ Մենք սպասում ենք քո գալուն, Տեր։ Բայց խնդրում ենք քեզ, Տեր իմ արքա, որ մեր հանդերձները սպիտակ լինի, Տեր։ Մաքրես մեզի, պատրաստես մեզի, Տեր ջան, քո գալուն։ Քո հետ հանդիպանը մեզ պատրաստես, Տեր իմ արքա, որ մեր հագուստների վրա անգամ փոքր լաքա, բիծ չլինի, Տեր իմ արքա։ Այդ հենց մաքուր կանգնենք քո առջև, Տեր արքա։ Ու դու ես մեզ օգնելու, Տեր ջան, որ մենք հասնենք այդ մաքրությանը։ Ու խնդրում եմ, Տեր, քո յուղն էլ երբեք չպակասի։ Սուրբ Հոգի ջան, քո ուսուցումն էլ չպակասի մեր մեջ։ Քո խրատներն էլ չհեռանա մեր ականջներից, մեր միջից, Տեր իմ արքա։ Քո առաջնորդությունը երբեք չդադարի մեր կյանքում, մեր հարազատների կյանքում։ Խնդրում եմ, Տեր ջան, քո սուրբ ներկայության մեջ լցնես բոլորին խաղաղությունով, սիրով, Տեր ջան։ Ամեն մեկը մի բան թող է եկել որ ստեից լցված, նորոգված, մաքրված, վերականգնված գնա իր առօրյային։ Օրնիր իրանց ընթացքը, սիրտը, միտքը, որ ոչ մի բան չխանգարի այն հացը վերցնելու, այն երկնային հոգևոր կերակուրը, որ դու պատրաստել ես տաս իրանց դեմ։ Օրնիր իմ շուրթերը, հսկիր իմ շուրթերը, Սուրբ Հոգի ջան, ու խոսամ են, ինչ որ դու խոսալու ես իմ միջոցով։ Փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը, սիրելիս։ Բարի գալուս Տիրոջ տուն։ Ինչքան լավ է, որ Տերը քեզ ընտրել է։ Ինչքան լավ է, որ ինքը քեզ սիրում է։ Մի հատ դրա համար ինքը կողին ինել է սիրում։ Մի հատ սիրով ժպտա, ասա Տերը քեզ սիրում է, որ նստի Տիրոջ խաղաղությունով։ Շնորհակալություն, փառաբանություն ջան, դուք էլ կարող եք նստել, Տեր օրհնի ձեզ էլ։ Այսօր պատիվ ունեմ կիսվելու խոսքով Տիրոջ տան մեջ, ինձ համար պատիվ է գտնվել ձեր մեջ ու մեր մեջ, սիրելիս։ Ես էլ ձեր տան անդամն եմ։ Ես հյուր չեմ, ես էլ ձեր մի մասնիկն եմ։ Պրոստը ուրիշ քաղաքում եմ։ Տեր օրհնի քեզ։ Իդեպ շնորհավորում եմ քո գարնան առաջին օրը, հա։ Ինչ չստացված բաներ ունես, թող ես գարնան սկզբից ամեն ինչ ստացվի, սիրելիս։ Ինչ որ չի ստացվի, ինչին կպրես, ամեն ինչ ստացվի։ Ու չերևացող բաներն սկսեն երևալ քո կյանքում։ Չերևացող բաները գիտես որն է, այն որ ձունը հիմա լիքը լցած, տակը բան չի երևում։ Հենց որ սկսում է հալվել, տակից sense բողբոջ է հելնում։ Հենց որ բողբոջը հելավ, արդեն պտուղ տենալ արդեն ժամանակի հարց։ Դրա համար էլ գարունտ էլ շնորհավոր լինի, բայց ամեն մի սպասում թող երկնքից լինի, լավ։ Տեր օրհնի քեզ, փառք Տիրոջը։ Գնանք Աստծո խոսքին, գնանք 4-րդ Թագավորաց, 4-րդ գլուխ 8-ից 9-րդ խոսքերը։ Սա գրված է մոտավոր մի 3000 տարի առաջ։ Եվ մեկ օր եղավ, Եղիսեն անց էր կենում Սունամով, եւ այնտեղ մի հարուստ կին կար։ Եվ նա նրան ստիպեց հաց ուտելու, եւ քանի անգամ որ այնտեղով անց էր կենում, գնում էր այնտեղ հաց ուտելու։ Եվ նա ասեց իր մարդին. ահա գիտեմ, որ այդ մարդը Աստծո մարդ է, սուրբ է, որը միշտ անցնում է մեր մոտովը։ Հետաքրքիր բան է ասում, Եղիսեն մարգարե էր։ Այն ժամանակները մարգարեի 4-րդ թագավորացը, տեսեք, թագավորների ժամանակն էր։ Բայց ամեն թագավորի համար Աստված մարգարե էր բարձրացել, որ Աստծո խոսքը տաներ հասներ, թե թագավորին, թե ժողովրդին։ Ու Եղիսեն իր մարգարենից գալիս էր, անցնում էր մի վայրով, Սունամով։ Ասում է, եւ այնտեղ մի հարուստ կին կար։ Հետաքրքիր Աստվածաշունչը նկարագրում, կնոջ անուն էլ անգամ չի ասում։ Ասում է, մի հատ հարուստ կին կար, հարուստ, ունևոր, ոչ մի բանի կարիք չունեցող, ոչ մեկից ոչ սպասում ուներ, ոչ մի բան։ Ընդամենը իրան մի բան գրավեց։ Այդ մի բանը, երբ որ իրան գրավեց, ինք իր ամուսնուն գնաց ասեց, ահա գիտեմ, որ այդ Աստծո մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր տան մոտով։ Ինքը մարգարեի մեջ մաքրություն էր տեսել։ Ինքը մարգարեի մեջ ասուն էր տեսել։ Ինքը մարգարեի մեջ Քրիստոսին էր տեսել, նոր մենք փառաբանում ենք։ Հենց որ ինքը Տիրոջ լույսը տենում է,
չի տենում այն ինչ որ իր շուրջ բոլորն է։ Այդքան իր շուրջ բոլորը հարուստ մարդու շուրջ բոլորը միշտ մարդիկ կան։ Տարբեր մարդիկ կան։ Մարդ կա պոկողա, մարդ կա օրնողա, մարդ կա տվողա, տարբեր ձևի մարդիկ կան հարուստի կողերը։ Իշխանավորներ կան, թագավորներ կան, բայց չգիտես ինչի այդ կնոջ ուշադրությունը այդ մի մարդը գրավեց։ Ինչի համար, որովհետև իր մեջ լույս կար։ Ինքը ուներ այն լույսը, որ Աստծուց էր այդ լույսը տրված իրան։ Իր մոտ ցանկություն առաջացավ, գնում է ամուսնուն ասում է մարդ, ասում է այս մարդը սուրբ է, արի իր համար մի հատ վերնատանը մի հատ տեղ շինենք, մի հատ հանգստանալու տեղ շինենք, հաց ուտելու տեղ, նստելու տեղ, ասում է որ քանի անգամ որ գնա գա, գոնե գա հանգստանա։ Ու տենց էլ անում է։ Վերնատանը անկողին են դնում, ամեն ինչ պատրաստում են, պատվում էր, ամեն անգամ երբ որ գնում գալիս էր մարգարեն, միշտ հանգստանում էր։ Մի անգամ էր իր ծառային ասեց, Գեհեզին ասեց, գնա կնոջը կանչի։ Գնա կանչի տենամ ինչի կարիք ինքը ունի։ Կինը գալիս է դրան առջև կանգնում է։ Պատկերացնում ես մարգարեն, այն ժամանակ մարգարեներ ոչ մի բան չունեն սիրելիս։ Ոչ տուն ունեն, ոչ քնելու տեղ ունեն։ Մի փոքր խրճիտ իրանց համար սարքում են, տարբեր տեղուր դե որ Աստված իրանց ուղարկում էր, գնում էր Աստծո գործներ անում, Աստծո խոսքը տանում, հասցնում էր նպատակին։ Էս էր մարգարեն։ Իր հագուստներից, իր ձեռքի գավազանից բոլոր ժողովուրդը հասկանում էր, որ ինքը Աստծո մարդ էր։ Այ մարգարեն էսա, այն հին ժամանակների մարգարեները։ Ու ասում է գնա իրան ասա, տես ինչի կարիք ունի։ Հարցնում է, ասում է թագավորի մոտ բան ունես, թագավորից բան ուզում ես, ասում է չէ։ Ասում է զորավարի մոտից ինչ-որ մի բան ունես, ինչ-որ մի բանով կարամ հարցով քեզ օգնեմ։ Ասում է չէ, ոչ մի բանի կարիք չունեմ։ Ուտեղ ծառան է գալիս Գեհեզին։ Ասում է Տեր, մարգարեին ասում։ Ասում է Տեր, իրանք երեխա չունեն։ Իրանք զավակ չունեն։ Ու գիտես ինչ է մարգարեանում։ Ասում է հաջորդ տարի ձեռքերումդ երեխա կունենաս։ Հաջորդ տարի ձեռքերումդ երեխա կունենաս։ Մի քիչ անհավատ է, մի քիչ թերհավատ է, հարուստին դժվար է, չեն ինչ-որ մի բանով հաճո լինել, կներես սենց եմ ասում, ես դեմ չեմ հարուստ լինելու, առավել ևս, Տերը երբ որ օրնում այդ օրնությունը պետք է վերցնես ու ճիշտ իրանց օգտագործես։ Լինում է, չեն մեր կյանքում, որ հարուստի տուն հյուր ես գնում, հա մտածում ես, ինչով հաճեցնեմ իրան, չէ որ ամեն ինչ ունեն, ոչ մի բանի կարիք չունեն։ Ոչ մի բանով չես կարա զարմացնես հարուստին, բայց ինքը գտավ բալանին ինչով կարա զարմացնի, հրաշքով, հրաշք կարա անի իր կյանքում։ Ու մարգարեանում է, ասում է հաջորդ տարի երեխա կունենաս, ու տենց է լինում է, հաջորդ տարի երեխա է ունենում, տղա են ունենում, որդի են ունենում, որդին մեծանում է, մի օր մեր գնում է դաշտը, հասնում է իր պապայի մոտ ու բղավում է, գոռում ասում է գլուխս, գլուխս, ու ընկնում է։ Ու տենց ընկած անգիտակցի բերում տալիս են մոր գիրկը։ Մահացած։ Երբ որ տալիս են գիրկը, կինը ասում է, չէ որ ասեցի չխաբես ինձի։ Ինքը չէր հավատում, որ երեխա կունենա, բայց երեխային տեսավ։ Հիմա էլ նորից էլի այդ չհավատքը, անհավատությունը նորից եկավ իր մեջ։ Ասեց ինչի համար տվեցիր, որ պետք է վերցնես։ Ձեն չհանեց, երեխային բարսասեց վերև, դրեց իր սենյակը, դուռը փակեց ու գնաց մարգարեի հետևից։ Ուրիշ տարածքում էր մարգարեն։ Գնում է, գտնում է իրան, մարգարեն ճանաչում է իրան, ասում է սան այն սունամացի կինը չի, որ ինձի պատվեց իր տան մեջ։ Մոտիկանում է, հարցնում է, առողջ ես, ասում է հա առողջ եմ, ամուսինդ առողջ է, առողջ է, երեխան ողջ է, ասում է ողջ է, բան չի ասում։ Բայց հետո իր ծառան մոտիկանում է, հարց ու փորձ անում, ասում է երեխայի հետ դեպք է պատահել։ Ու գալի ասում է Եղիսեին, մարգարեին, մարգարեն էլ ասում է Աստված ինձանից թաքցրեց, որ երեխան մահացել է։ Ու խնդրեց, որ Գեհեզին իր ծառան գնա, աղոթի երեխայի համար։ Բայց կինը ասեց, չեմ ուզում, որ ինքը գա, ուզում եմ, որ դու գաս, Եղիսե։ Ուզում եմ, որ դու գաս, որովհետև գիտես ինչի համար էր ուզում
որ ինքը գար, որովհետև ինքը իրան ճանաչում էր։ Ինքը իր մեջ տեսել էր այն մարդուն, որի միջով Աստված գործում է։ Ինքը իր մեջ տեսել է այն մարդուն, որտեղ որ Աստված կա կենթանի։ Դրա համար ասեց ուզում եմ, որ դու գաս։ Գալիս է Եղիսեն, տեսեք, 4-րդ թագավորաց, 4-րդ գլուխ 32-ից 33 խոսքերը։ Եվ Եղիսեն մտավ տունը, եւ ահա տղան մեռած նրա անկողնի վրա պառկած էր։ Եվ նա ներս մտավ եւ դուռը կողպեց իրանց երկուսի հետևից եւ աղոտ կարավ տիրոջը։ Մտնում է սենյակից ներս, հետևից դուռը փակում է, որ ոչ մեկ չխանգարի իրան։ Մնում են ինքը ու երեխան։ Ասում է մտավ ներս, դուռը փակեց, առանձնացավ ամբողջ աշխարհի համար։ Առանձնացավ հոգսերից, խնդիրներից, ինչ որտեղ Աստված, որ իրան ուղարկում, ամեն ինչից առանձնացավ, ասում է մտավ ներս ու սկսեց աղոթք անել Աստծուն։ Աղոթք անել Տիրոջը։ Ես այսօր ուզում եմ մի քիչ խոսամ աղոթքի մասին, սիրելիս։ Ինչ է աղոթքը իմ ու քո կյանքում որպես հավատքի մարդ։ Ուր է տանում այդ աղոթքը մեզի։ Ինչերի է հասցնում այդ աղոթքը մեզի։ Որ ես ու դու գիտակցենք ոնց կանգնենք մեր աղոթքով մեր խնդիրների առջև, մեր իրավիճակների առջև։ Աղոթքը սիրելիս դա շփումը հոգևոր աշխարհի հետ։ Երբ որ դու սկսում ես աղոթել, դու ֆիզիկականից արդեն տեղափոխվում ես հոգևոր։ Դու արդեն քո հարցերը սկսում ես լուծել հոգևոր կյանքում։ Քո համար էլ ֆիզիկականում ոչ մի լուծում չկա, քո համար էլ ֆիզիկականում ոչ մի բան էլ օգնող չկա, բոլոր հարցերը դու բարձրացրել ես երկինք։ Կապ չունի երեխա է մահացել, կապ չունի հացի կարիք ունես, խաղաղության կարիք ունես, տան կարիք ունես, ինչի կարիք որ ունես, հագուստի կարիք ունես, ամեն ինչի կարիքիդ համար դու կարող ես աղոթես, բարձրացնես այդ աղոթքդ երկինք։ Աղոթքը սիրելիս դա երկխոսություն է, ու այդ երկխոսությունը երկկողմանի է, միակողմանի չի։ Աստծո հետ երկխոսության մեջ մտավ մարգարեն։ Հասկանա տենա այս իրավիճակի հետ ես ինչ անեմ Տեր։ Չէ որ քո խոսքով ես իրան ասեցի 1 տարի հետո կունենաս, բայց հիմա ինքը մահացել է։ Իրա մոտ էլ չեն հարց կլիներ, թե ինչի համար ասեցի, որ պետք է ծնվեր, բայց նորից մահանար։ Ինքը քայլ արեց, մտավ հոգևոր դաշտ ֆիզիկականից։ Եթե հոգևորում դու հաղթես, ֆիզիկականում տենալու ընդամենը ժամանակի հարց է։ Եթե դու ընդեղ հաղթես, մարդ կա միգուցե անտարբեր վերաբերվի այս ամեն ինչին, ասի դե լավ, դե ոնց կարամ աղոթքով հարց լուծեմ։ Բայց սիրելիս իմ ու քո կյանքում դա աղոթքն է, որ միանգամից աղոթքը նշանակում է շփում Աստծո հետ, շփում։ Դու ասում ես, Տերը լսում է, Տերը ասում է, ես լսում եմ։ Դա այդ շփում է սիրելիս Աստծո հետ։ Մարդկա հարմարվի իրավիճակի, բայց այդ կինը չէր հարմարվում այդ իրավիճակի հետ։ Ինքը չհարմարվավ, ինքը միջևեր իր ուզածներ ուզում, ասում է դու ես տվե, հիմա այս վիճակն է, մի բան արա։ Այն որ ասում է գնաց, բռնեց փեշից, բերեց, ասեց էսի դու քո տվածը, քո Աստծո տվածը մի հատ էս հարցերը լուծ։ Սկսեց աղոթել։ Ղուկաս ավետարան 11-րդ գլուխ առաջի խոսք։ Եվ եղավ, որ մի տեղ աղոթք էր անում, եւ երբ որ դադարեց, իր աշակերտներից մեկը ասեց նրան. Տեր, սովորեցրու մեզ աղոթք անելը, ինչպես Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց։ Էսի արդեն Քրիստոսի ժամանակներն է, աշակերտներ են հարց տալի Քրիստոսին։ Լեռան քարոզից հետո հարցնում են, ասում են. Տեր, սովորեցրու մեզ աղոթել։ Ինչ աղոթքը, ոնց աղոթեմ, ում աղոթեմ, ոնց դիմեմ։ Ուստեից, այն որ ասում է, այն ընթացքը սկսվեց։ Առաջի դասը սկսվավ։ Մատթեոս 26-րդ գլուխ 36-ից 42 խոսքերը։ Այն ժամանակ Հիսուսը նրանց հետ մի տեղ եկավ, անունը Գեթսեմանի, եւ ասեց աշակերտներին. այստեղ նստեք, մինչև որ ես գնամ աղոթք եմ անում այնտեղ։ Եվ Պետրոսին եւ Զեբեդիայի երկու որդիներիցն իր հետ առավ, սկսեց տրտմել ու վշտանալ։ Դասեք Քրիստոսի մասին ասում։ Քրիստոսը գործ ուներ անելու։
ու այդ ընթացքը, որ ինքը ուզում էր անցնել, աշակերտներին սովորեցնում էր։ Քրիստոսը ամբողջ աշխարհի մեղքը պետք է վերցներ իր վրա։ Ու ասում է սիրտս տրտմել է եւ վշտացել։ Կենթանի Աստծո որդին ասել է իմ սիրտը տրտմացել է, վիշտն ու ցավը հելել լցվել է իր վրա։ Ասում է ես պետք է գնամ աղոթելու։ Ու գնում է աղոթելու, աշակերտներից 3 հոգու վերցնում է իր հետ։ Սովորեցնում է։ Այն որ մենք ասում ենք, չէ՞, ինչ տեսել է, այն էլ սովորել է։ Բոլորս էլ մեր կյանքում մեր մեծերից ինչ տեսել ենք, այն էլ սովորել ենք։ Թե լավ, թե վատ, ամեն ինչ էլ մենք տեսնելով ենք սովորել հիմնականում։ Եթե մեծերից չենք սովորել, ուրեմն մեր շրջապատն ու աշխարհն է մեզի սովորացրել։ Այն ժամանակ նրանց ասեց. հոգիս մեռնելու չափ տրտմած է։ Այստեղ մնացեք եւ ինձ հետ արթուն կացեք։ Աշակերտներին ասում է ինձ հետ մնացեք, արթուն կացեք։ Ինքը գնում աղոթելու, ինքը ասում է ինձ հետ էլ դուք ստե մնացեք, դուք էլ աղոթեք։ Ասում արթուն կացեք։ Եվ մի քիչ առաջ գնալով իր երեսի վրա անկավ աղոթք էր անում եւ ասում։ Հետաքրքիր աղոթքի ձև ասում։ Կենթանի Աստծո որդին, Մեսիան, Փրկիչ, մարգարեությունները գրքերի մարգարեություն ամբողջ ծննդոցից մինչև Քրիստոսի գալը մարգարեություն է իր մասին, Փրկչի մասին, որ ինքը պետք է գա փրկի մարդուն, ինձ ու քեզ։ Ասում է գնաց ընկավ երեսի վրա ու աղոթք էր անում։ Ինքն էլ կարիք ուներ, ինքն էլ մարմնի մեջ էր, որովհետև ինքը ամբողջ աշխարհի մեղքը բեռը պետք է վերցներ իր վրա։ Ամբողջ աշխարհի անեծքը, այն անեծքը, որ ին վրա էր, քո վրա էր, ինքը վերցնում էր իր վրա։ Ասում է ինքը գնաց աղոթք անելու։ Թողեց աշակերտներին, ասեց արթուն մնացեք, աղոթք արեք, ես էլ գնամ։ Գնաց ընկավ գետնին ու տեսեք ինչ աղոթքում։ Իմ հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի։ Եթե կարելի է, թող այս բաժակը ինձանից անցնի։ Երբեմն մենք էլ ենք ընկնում նենց իրավիճակի մեջ, որ չենք ուզենա ընկնենք այդ իրավիճակի մեջ, բայց խնդրում ենք Աստված ջան, թող անցնի, էլի, ինչ կլինի։ Այս խնդրի միջից հանի ինձի։ Այս իրավիճակի միջից հանի ինձի։ Բոլորիս կյանքում էլ եղել է այդպես իրավիճակ, որ եկել ես ու չգիտես ինչ անես։ Այդ ցույց է տալիս ոնց աղոթենք։ Սակայն շարունակությունը ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Ամեն իրավիճակի մեջ Աստծո կամքը փնտրի սիրելիս։ Երբ որ փնտրում ես Աստծո կամքը, գիտես ինչ կա տարբերություն մարդկային հարցի լուծման ու Աստծո հարցի լուծմանը։ Մարդկային լուծումը ինքը ժամանակով օր է, իսկ Աստծո տված լուծումը ինքը վերջնական է։ Էլ դրան էլ հետ չես գա։ Այդ հարցին ու խնդրին էլ հետ չես գա։ Իհարկե, եթե ամպույտ վարվես, խելացի չլինես, նորից փոսը կընկնես։ Այն որ ասում են, այստեղ փոս կա, դու գնում ես, վարորդները լավ կհասկանան։ Մի հատ անեկդոտ կա, չեն ասում են, մի հատ լավ փոսի տեղ գիտեմ, բայց չեմ ասի, որ չգնաս ընկնես, որովհետև բոլոր փոսերի տեղը գիտեր։ Եթե մարդը ինք իր ձեռով նորից չգնա հին տեղը, ասում է, սակայն քո կամքը լինի։ Իր կամքը բարին, իր կամքը հաճելին, Տիրոջ կամքը կատարյալ է։ Ամեն։ Եվ աշակերտների մոտ է գալիս եւ նրանց քնի մեջ է գտնում եւ ասում է Պետրոսին. այդպես մեկ ժամ էլ չկարացիք ինձ հետ արթուն կենալ, արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Ասում արթուն եղիր։ Արթուն չի նշանակում աչքերդ սենց բացես, գիշերն էլ չքնես, մի հատ փայտը դնես, որ չփակվի, որ ինչ որ խնդիր չկա։ Հոգևոր կյանքում արթուն եղի։ Օրդ աղոթքով, երեխեք ունես, երեխեքիդ աղոթքով տուր Տիրոջը, ամուսին ունես, ամուսնու տուր Տիրոջը, աշխատանքի գնում առանց խնդիր, առանց խնդիրների հետ կա աշխատանքից, ճանապարհը օրնված լինի, ամեն ինչ օրնված լինի, ասում է արթուն եղիր։ Հոգևոր դաշտի մեջ քո աղոթքը պետքա գա, որ ֆիզիկականում պատասխան ստանա։ Դրա համար ես ու դու աղոթում ենք։ Ու շարունակությունը տեսեք ինչ ասում։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Հոգով միշտ ուզում ես աղոթել, բայց մարմինը չի թողում։
Մարմին ասում է դե հոգնած եմ, ամբողջ օրը գործ եմ արել, ամաները լվացրել եմ, երեխեքին դպրոց եմ ուղարկել, հագցրել եմ, կապել եմ, եկան էլի դաս պետք է սովորացնեմ, էսի էլ իրիկուն էլ արդեն որ ասում էլի վիճակ չկա, ասում է չէ արթուն մնա։ Քո աղոթքը միշտ պետք է լինի։ Ես երեք վկայեցի մի 3 օր առաջ Ես եթե նայեմ իմ 3 օր առաջվա վիճակին, ես այսօր ստե կանգնած պետք է չլինեի։ Որովհետև իմ մոտ այնց վիճակ էր, ոչ կարում էի խոսալ, ոչ կարում էի ոտերից վրա կանգնել, ոչ մի բան։ Ընդամենը գիշերը քնելուց կնոջս խնդրել եմ, ասի նար, արի մի հատ ձեռ դրի գլխիս աղոթենք։ Լեզուներով սկսեցի աղոթել, չեմ հասկացել ոնց եմ քնել։ Առավոտ արթնացել եմ, այնպես տպավորություն էր, ոչ մի բան չկար։ Մի հատ փոքր աղոթք։ Սուտ չխոսամ 30 վայրկյանանոց աղոթք ա եղել սիրելիս։ Կինս ասում է, ես չհասկացա ոնց դու քնար։ 30 վայրկյանանոց աղոթք, հա։ Ես իմ հարցերը հոգևորում ընդ լուծել եմ։ Ես իմ մտքի մեջ գիտեք ինչ է ասում։ Հենց այստեղն է ես հիշե։ Քրիստոսը երբ որ տկար էր, բարձացավ լերը աղոթելու։ Տկարության ժամանակ սկսում ես աղոթել, Քրիստոսը զորացնում է։ Ամեն միշտ աղոթիր։ Դարձյալ երկրորդ անգամ Հիսուսը գնաց, աղոթ կարավ եւ ասեց. Իմ հայր, եթե կարելի չէ, որ այս բաժինը ինձանից անցնի առանց իմ նրան խմելու, բայց քո կամքը լինի։ Պատկերացնում ես կենթանի Աստծո որդին երկու անգամ գնացել է նույն աղոթքը անելու։ Մարդը մեկ-մեկ էլ հոգնում է խնդրելու, դե Աստված ջան, արդեն ուզել եմ, դե խնդրել եմ, էլ ինչի համար աղոթեմ դրա մասին, դե դու գիտես, որ ինձի պետք է, էլ ինչի համար աղոթեմ։ Հա, գիտի, որ պետք է։ Դու էլ գիտես, որ քեզ հաց է պետք ուտել, բայց ամեն օր գնում ես, չէ՞ խանութ։ Ոնց կլինի չգնաս խանութ ու վաճառողից չուզես այն հացը, որ քեզ պետքա տա։ Մի գնա, սոված կմնաս։ Չեմ ասում առավոտից իրիկուն այնքան խփես, որ երկինքի դարբասները ասեն զզվա, բայց կարաս մոտիկանաս ու խնդրես Տիրոջ, միջև պատասխանը ստանաս։ Էսի երկրորդ անգամ Քրիստոս, 2 անգամ կենթանի Աստծո որդին 2 անգամ նույն հարցով բարձրացավ վերև։ Առավել ևս մի հատ էլ քեզ ասեմ։ Մատթեոս 26:44-ում գրած է. Եկավ, տեսավ նրանց, քնած, ու տեսեք ինչ ասում, 44-ում, նրանց թողեց, դարձյալ գնաց եւ երրորդ անգամ աղոթ կարավ եւ միևնույն խոսքը ասեց։ Չձանձրանաս աղոթելուց։ Չձանձրանաս աղոթես քո հարազատի համար, չձանձրանաս աղոթել քո հարևանի համար, չձանձրանաս աղոթել քո ընտանիքի համար, քո բարեկամների համար, երբեք չձանձրանաս աղոթելուց սիրելիս։ Աղոթքի մեջ հարատևի ու կտեսնես ամեն ինչ։ Այսօրվա խոսքից վերնագիրը տենց էլ դրել եմ, աղոթքդ չդադարես։ Աղոթքդ չդադարես։ Ինչ իրավիճակ էլ գա, ինչքան էլ թույլ լինես, տկար լինես, աղոթքդ չդադարես։ Մարկոս ավետարան 11-րդ գլուխ 24 խոսք։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Ամեն ինչ որ խնդրեք աղոթելով։ Բայց տեսեք հետաքրքիր բան ասում շարունակությունը։ Հավատացեք, որ կառնեք։ Աղոթքի մեջ քո հավատքը բարձրանում է, սիրելիս։ Դու սկսում ես հավատալ։ Դու սկսում ես վստահել Տիրոջը։ Երբ որ հավատք չկա, քո աղոթքը դատարկ աղոթք է լինում։ Եթե դու աղոթում ես Աստված ջան, ինձի մեքենա տուր։ Լավ, հեռախոս տուր, վերջի մոդելի։ Ու քո այդ աղոթքի մեջ ոչ մի այս այն որ ասում է մանանեխի չափի հատ հավատք էլ չկա, չես առնելու։ Չես առնելու, քո մեջ հավատ կա։ Այն որ papan տուն գալիս է, հեսա մի հատ կոնֆետ է, չեմ բերելու։ Քո մեջ հավատ կա, որ հեսա papan եկավ, դատարկ ձերով տուն չի գա, մի բան կբերի։ Չեն գնացել, աշխատել է, հավատում ես, որ ինքը աշխատել է, քեզի պահելու է, որպես կին պահելու է, որպես երեխա քեզի մեծացնելու, հավատում է, չեն։ Այդ այնց հավատք պետք է ունենաս ամեն բան աղոթելուց ու խնդրելուց։ Չեմ ասում, այն ուզես ինչ որ Տիրոջ կամքի մեջ չի սիրելիս, ինչ ճիշտ հասկացի։
Պետք է ուզեսեն ինչ-որ Տիրոջ կամքի մեջ։ Կարող է մի հատ այնպես լավ արագ մեքենա ես ուզում, որ չես հասնելու այն կողի, որ ասում է պավարոտը մտնես, էլի, ռուսերեն բառը։ Կարող է նստես, հետաս գլուխը տուտես։ Դրա համար էլ ինքը դի քեզի չի տա, միջև դու պատրաստ լինես։ Սկսում ես աղոթել, հավատքդ բարձրանում է քո կյանքում, գալիս է շարժ։ Շարժ է գալիս։ Այն ինչ որ քո համար ծանր էր, անհնարին էր, որ դու շարժեիր, սկսում է տեղից շարժվել։ Ու գիտես ինքը սկսում է հիմքային շարժվել։ Ինքը չի սկսում թեթել շարժվել։ Ինքը միանգամից հիմքային շարժվում է, որովհետև դու սկսել ես աղոթել։ Ամասնուս ապաշխարության համար, կնոջս ապաշխարության համար, մեղքից հեռանալու համար, այս մի բանից զզվելու համար, ամեն ինչի համար սկսում ես աղոթել ու քո մոտ շարժ է գալիս։ Դե իմ մոտ չի ստացվում, քանի տարի է ծխում եմ, քանի տարի է խմում եմ, չի ստացվում, սկսի աղոթել։ Սկսի հավատալ, որ Աստված քեզ դրանից կազատի։ Բամբասում եմ, չեն կարում, հենց որ հավաքվում եմ, սկսում ենք բամբասել։ Սկսի աղոթել։ Սկսի աղոթել, միգուցե Աստված քեզ ասի, գիտես ինչ, մի գնա այդ հանդիպումներին, պետք չեն քեզ այդ հանդիպումները։ Սկսի աղոթել ու պատասխանը լսել։ Հա, այն որ լավ խոսք ունենք, ասողին լսող է պետք։ Հեսա։ Միշտ ասում է։ Միշտ իմ ու քո համար միշտ բան ինքը ունի ասելու։ Մեր ամեն օրվա կյանքում ինքը ինձ ու քեզ բան ունի ասելու։ Մենակ լսել պետք չի, վերցնել անել էլա պետք։ Ինչ խնդես կառնես, եթե Աստծո կամքի լեջ լինի։ Քո աղոթքով դու կարաս Տիրոջը բերես կանգնացնես քո կողքին։ Ու այդ ժամանակ կարևոր չի ով հակառակ ու կարևոր չի ինչ խնդիր է։ Կարևոր չի մահացել է, թե չի մահացել։ Քո աղոթքով բեր Տիրոջը կանգնացրու քո կողք։ Կլինի դա ծառայություն Տիրոջը, կլինի դա Տիրոջ հետևից գնալու, բոլոր պարագաներում, թե ֆիզիկական, թե հոգևորում, աղոթի դրանց համար։ Ուստեք տեսեք Քրիստոսը Աստծո խոսքը ինձ ու քեզ բալանի հետ տալիս աղոթելու։ Մատթեոս 6-րդ գլուխ 6-ից 8-րդ խոսքերը։ Բայց դու, երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը եւ դուռդ փակած աղոթք արա դեպի քո հայրը, որ ծածուկումն է։ Եվ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ։ Հետաքրքիր բան ասում է մտիր սենյակը, ծածուկ տեղը, ասում է դուռդ հետևիցդ փակիր ու սկսի աղոթք անել դեպի հորը։ Ծանոթ դրվակ է, չէ՞։ Մարգարեն էլ նույն բան արեց։ Ասում է, երբ որ քեզ ինչ-որ մի բան պետք է, մտի սենյակը, դուռդ փակի, սկսի աղոթել քո ծածուկում։ Այն ինչ որ դու գիտես ու Աստված գիտի։ Մտի աղոթի քո սենյակում։ Ասում է Աստված հայտնապես կհատուցանի, այսինքն երևալի կհատուցանի քեզի։ Այսինքն հոգևորում կվերցնես, ֆիզիկականում կտենաս։ Եվ աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հետանոսները։ Տեսեք հետաքրքիր բան ասում է շատախոս չլինես։ Չկաս մեծ բառերով ասես, այս ինչ բառերը գիտեմ, սենց դիմեմ, տերերի տեր, եւ այլն եւ այլն։ Ասում արի սրտի սիրտ իրար հետ խոսանք։ Արի ծնող երեխու հետ ոնց է խոսում, արի տենց իրար հետ խոսանք, որ քո երեխան գա քո հետ խոսալու ոնց կվերաբերվես։ Որ երեխան գա ասի մամ, պապ, արի մի քիչ խոսանք։ Ինձի մի քիչ նեղացնում են, ինձի սխալ ճանապարհ են դարում։ Դու ինչ կանես, ոնց կվերաբերվես։ Այդ տենց էլ երկնային հայրն է վերաբերում, սիրով, ջերմ, խրատող, ասող, սովորեցնող։ Ասում են նրանց նման մի եղեք, թե իրանց շատ խոսելու համար կլսվեն։ Ասում են շատ խոսելու համար մի մտածի, թե կլսվեն։ Որովհետև ձեր հայրը գիտի, թե ինչ բաներ է պետք ձեզ, ձեր նրանից խնդրելուց առաջ։ Ասում է Տերը գիտի, ինչա ինձ ու քեզ պետք, ասում է մինչև խնդրելուց առաջ, ասում է ես գիտեմ ինչա քեզ պետք։ Եթե ամեն ինչ ունես ու մեջդ խաղաղություն չունես, մեր մոտ
խաղավելու տարի ասես, ասում եմ քեզ խաղաղություն կտամ։ Այս աշխարհը միգուցե քեզ չի բավարարում ոչ մի բանով։ Ասում եմ խաղաղություն չունես, ասում խաղաղություն կտամ։ Սեր չունես, սեր կտամ։ Միաբանություն չկա, միաբանություն կտամ քեզ։ Ասում եմ ես գիտեմ ինչա քեզ պետք։ Ինքը գիտի ինչա ինձ ու քեզ պետք սիրելիս։ Ու ինքը պատրաստ սպասում է որ տա էդի։ Սկսի աղոթել։ Չդադարես քո աղոթը։ Ինչքան անկեղծ ու պարզ լինես, այնքան աղոթքդ հեշտ կպատասխանվի։ Ինչքան անկեղծ ու պարզ լինես Տիրոջ հետ, այնքան հեշտ աղոթքդ կպատասխանվի։ Ու չմոռանաս հավատաս քո աղոթքին։ Աղոթքը կտանի քեզ հայտնության սիրելիս։ Հենց տարավ հայտնության, երբ որ Տերը հայտնեց, մնացածը արդեն ժամանակի հարց ամեն ինչ կլինի։ Երբ դու չես աղոթում, ծանր մթնոլորտ է տունը, երեխաները սկսում են հիվանդանալ, մոտդ միգուցե անքնություն է, ոչ մեկի հավես չունես, ոչ մեկին չես ուզում տենաս, չգիտես խի բոլորը վրեդ ազդում են, ներվայնանում ես ինչի համար։ Սկսի աղոթել։ Սկսի աղոթել, որ մթնոլորտը շուտ բոլորդ փոխվի։ Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ 12-ից 13 խոսքերը։ Եվ այն օրերումը եղավ, որ ելավ Սարա աղոթք անելու եւ բոլոր գիշեր անցկացրեց աղոթք անելով դեպի Աստված, եւ բոլոր առավոտ եղավ, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից 12-ին, որոնց առաքյալ էլ անվանեց։ Տես ինչ անում, աղոթքը դա նաև բարեխոսություն է։ Սա Քրիստոսի մասին ասում է, բարձրացավ Սարը, ամբողջ գիշեր ինքը բարեխոսում էր։ Հոր հետ բարեխոսում էր, ասում էր, հայր, իմ բառերով եմ ուզում ասեմ, դուր են 12 առաքյալներին, դուր են 12 աշակերտներին, որ ամբողջ ավետարանները տարելու են տարածեն։ Դուր են 12-ին, որ հավատարիմ լինեն, որ մաքուր լինեն, որ ասում որ մեկ-մեկ զայլես տանող էլ չլինեն, հա? 12 ժամ, ամբողջ գիշեր, սիրես, գիշերը 12 ժամ է։ Ամբողջ գիշեր ինքը աղոթել է 12 հոգու համար։ Աղոթիկ սկսես զորանալ, սկսի վախը գնալ քո կյանքի միջից, սկսի տագնապը գնալ քո կյանքի միջից, բայց ոնց կլինի, երեխեքս ոնց կլինեն, թորներս ոնց կլինեն, բանակ ոնց կգնա կգա, չգիտես, այս բանակի հարցը, այս փաստաթղթերի հարցը, աղոթի ամեն հարցում, ու դուք տենաս Աստված ոնց գերբնական ձևով, են որ ասում է հալած, կարակի, հալած յուղի պես, այդտենց անցնելու ես այդ ընթացքը։ Ու կգա խաղաղություն քո սրտում, քո ընտանիքում, քո շուրջ բոլորը։ Հովնանին հիշում եք, չեն? Հովնան 2:1-ից 2 խոսքերը։ Եվ Հովնանը աղոթք արավ իր Տեր Աստծուն ձկան փորիցը եւ ասեց. Իմ նեղությունը կանչեցի դեպի Տերը, եւ նա ինձ պատասխանեց. Անդունդի փորից աղաղակեցի եւ դու լսեցիր իմ ձայնը։ Իմ նեղությունիցը կանչեցի քեզ։ Նեղությանդ մեջ կանչի Տիրոջ։ Մի փոքր բան, որ քեզ նեղություն է տալիս, աղոթի դրա համար։ Մի փոքր նեղություն, այն ինչ որ կողից sense մի փոքր sense մի թեթև ոնց որ ծակում է sense։ Եթե նեղություն է տալիս, աղոթի դրա համար։ Մեկ էլ հակառակումն է, անդունդը անծայրածիր է, մութ, ոչ մի բան չի երևում, լույս չկա, ասում է անդունդի փորից աղաղակեցի եւ դու լսեցիր իմ ձայնը։ Եթե անդունդի մեջ ես սիրելիս աղաղակիր։ Աղաղակիր, գոռա, մի ամաչի։ Մտի սենյակը դուռը փակի ու գոռա, ասա Տեր օգնի։ Տեր քո կարիքը ունեմ։ Քո տունը, իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի սիրելիս։ Չդադարես աղոթելը։
Գնանք մեր Մարգարեի մոտ Եղիսեին, 4-րդ թագավորաց, 4-րդ գլուխ 34-35։ Մտավ, աղոթեց դեպի Ասուն։ Ու տեսեք ինչ պատասխան ստացավ։ Եվ վեր կացավ պարկեց երեխայի վրա, եւ դրավ իր բերանը նրա բերանի վրա, եւ իր աչքերը իր աչքերի վրա, եւ իր թաթերը նրա թաթերի վրա, եւ կռացավ նրա վրա, եւ երեխայի մարմինը տաքացավ։ Աղոթք արեց, ստացավ, վերցրեց իր պատասխանը ու սկսեց քայլ անել։ Սկսեց գործել։ Ու գիտես ինչ, Աստված միշտ պատասխան ունի, այն որ մի հատ խոսք եմ ասելու կներես, խելքից դուրս պատասխան է տալիս քեզ, որ անհնարին բան է, որը տեն ստացվի։ Ու տեսեք ինչ անում։ Ասում է, պարկեց երեխայի վրա, մեռած երեխայի վրա հելավ պարկավ։ Ասում է, ձեռքերը դրեց ձեռքերի վրա, բերանը դրեց բերանի վրա, աչքերը աչքերի վրա, հելավ սեց պարկավ հենց երեխայի վրա։ Ասում է, եւ երեխայի մարմինը տաքացավ։ Ինքը վերցրել էր իր խոսքը, մնում էր ինքը աներ։ Շարունակություն 35 խոսքը։ Եվ հետ դարավ տան մեջը, մեկ այն կողմը գնաց, եւ վեր կացավ, կռացավ նրա վրա, եւ երեխան 7 անգամ փրշտաց։ Ասում է 7 անգամ գնաց այս կողմ եկավ։ Երիքովի պատերը հիշում եք, չէ՞։ 7 անգամ շուրջ բոլորը ֆռացին, աղոթեցին, պատերը իրան բլեցին ամրոցի։ Ասում է 7 անգամ գնաց այս կողմ եկավ, գնաց այս կողմ եկավ։ Աստված ջան, քարուցանես թե չէ, Տեր ջան, քարուցանես թե չէ։ Տեր ջան, քո փառքը լինի։ Ասում է 7 անգամ գնաց եկավ, մեկ այս կողմ, մեկ անգամ։ Ասում է եւ վեր կացավ, կռացավ նրա վրա։ Էլի նորից եկավ, կռացավ երեխայի վրա։ Եվ երեխան 7 անգամ փրշտաց։ Հետ եկավ, կենթանացավ, Տեր իր հրաշքը արեց, եւ երեխան իր աչքերը բացավ։ Փառք Տիրոջը սիրելիս, աղոթիր սիրելիս, մի հատ աղոթք, որ ինքը ֆիզիկականից բարձրացավ հոգևոր դաշտ, լուծումը վերցրեց, ես չգիտեմ ինչքան ժամանակ էր իրան պետք, որ ինքը իր հարցի պատասխանը ստանար, բայց ինքը իր հարցի պատասխանը մինչև չստացավ, չեկավ։ Իր հարցի պատասխանը ստացավ, եկավ, ասում է երեխային տվեց իր մորը։ Եվ կինը եկավ ու ընկավ նրա ոտքերը եւ միջև երկիրը խոնարհություն արավ, 37-րդ խոսքը։ Եվ իր որդուն առավ ու գնաց։ Այսպես հիանալի Տեր ունենք ես ու դու սիրելիս։ Ամեն մի աղոթք պատասխանվելու է Տիրոջ որոշած ժամանակին։ Ընդամենը չդադարես աղոթել։ Ես կխնդրեմ կանգնեք ոտքի, վերջի տեղն եմ ուզում կարդեմ։ Դու աղոթքիդ մեջ որոնում ես Ասուն սիրելիս։ Աղոթքիդ մեջ որոնի Տիրոջ։ Ոչ թե որոնիր այդ խնդրի լուծման ձևը, ժամանակը, ոնց կլինի, այլ քո խնդրի մեջ որոնիր Ասուն։ Երբ որ Ասուն գտնես, որոնողի համար դա խնդիր չի։ Որոնողի համար խնդիր չի, երբ որ ինքը գտնում Ասուն, Աստված այդ լուծումը տալիս է։ Ինքը այդ լուծումը պատրաստ ունի իմ ու քո համար։ Սաղմոս 66-րդ գլուխ 20-րդ խոսք։ Օրհնյալ է Աստված, որի աղոթքը դեն չի գցում, եւ իր ողորմությունը ինձանից չի դարձնում։ Ամեն, փառք Տիրոջը սիրելիս, փառք մեր Տիրոջը։ Օրհնյալ է Տերը սիրելիս, օրհնյալ է Աստված։ Ասում է իմ ու քո աղոթքը դեն չի գցում։ Միգուցե պաշտոնավորի մոտ գնաս դեն գցի։ Միգուցե հարազատի մոտ գնաս ինչ որտեղ դեն գցի։ Բայց Աստված երբեք իր խոսքը երբեք սուտ չի խոսում սիրելիս։ Ասում է իմ աղոթքը դեն չի գցում։ Ասում է իր ողորմությունն էլ
ինձ է դարձնում։ Մենակ չի պատասխանում, այլ ողորմություն էլ է ինձ անում։ Ողորմությունս էլ դա ներել է, դա հասկանալ է, դրության մեջ մտնել է, ասում ամեն իրավիճակի մեջ ինքին մտնում է։ Այդտենց Տեր ունես, չդադարես աղոթել սիրելիս։ Միշտ պրսնել ես, արի իրար հետ մի հատ աղոթենք, հա Տեր ասում։ Դու քո իրավիճակը գիտես։ Վերցրա այն մի թանկ իրավիճակը, որ քո համար այն արդեն ծայրահեղ է դարել, ու աղոթենք մեր Տիրոջ։ Հալելույա երկնային Հայր, մենք գալիս ենք քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, դու գիտես մեր իրավիճակները, Տեր, դու գիտես մեր ընթացքը, դու գիտես մեր ճանապարհները, Տերի մարգ։ Ու մենք բերում ենք քո առաջ մեր բոլոր խնդիրները, բոլոր կարիքները, հոգսերը, Տեր ջան։ Ու խնդրում ենք, Տեր ջան, մենք գիտենք, որ դու պատասխան ունես դրանց համար։ Դեր մենք չխտրած դու արդեն պատասխան ունես, Տեր։ Խնդրում ենք, տուր մեզի այդ պատասխանը, Հայր։ Տուր ժամանակին, որ դու ես որոշել։ Տուր ժամանակին, որ դու ես կամենում, Տեր։ Խնդրում ենք, ու տուր այս ամեն ինչը, որ քո փառքը երևա, Տեր ջան։ Քո փառքը ցույց տուր մեր կյանքում, որ բոլոր թշնամին տենա ու զարմանա, որ կենթանի Տեր ունենք, կենթանի Աստված ունենք, ում ապավինում ենք, որ ամոթով էլ չենք էլ մնալու, Տեր։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, սիրելիս։